Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեկտեմբերի 9-ին արտահերթ զեկույց հրապարակեց արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ, որի հենց նախաբանում էր վիճարկվում դատարանների նկատմամբ վստահությունը, նշելով, որ այլապես Երևանում տրանսպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5-ի խնդիրների, փակ շուկայի ապօրինի շինարարության դադարեցման, մարդի, թռչկանի եւ այլ վիճելի հեկերի կառուցումը դադարեցնելու, Տիգրան Առաքելյանի պաշտպանության, Լյուկ Ստեփանյանի եւ այլ զորակոչիկների սպանության բացահայտման, Թեղուտի բնապահպանական խնդրի լուծման համար մարդիկ արդարադատություն չէին փնտրի փողոցներում։ Արդարադատության համակարգը փոթորկած այս զեկույցի մասին ենք այսօր զրուցելու Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկ հաղորդաշարի հյուրերի Հայաստանի դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանի եւ Հայաստանի փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանի հետ։ Պարոն Մեժլումյան, նախ մեջբերենք զեկույցի, այսպես ասած, ամենափոթորկահարույց արտահայտությունը դատական կաշառքի սակագների վերաբերյալ, այնպես ինչպես դա արեց զեկույցը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենիա Պետրոսյանը, լսենք։ Ըստ մեր հարցազրույցների տվյալների, կաշառքի չափը որոշվում է հայցագնի 10%-ից ելնելով, ընդհանուր առմամբ հարցվածների մեծ մասի պնդմամբ կաշառքի սակագները տատանվում են հետևյալ միջակայքում, առաջին ատյանում 500-ից 10,000 ԱՄՆ դոլար, վերաքննիչում 200-ից 15,000, վճռաբեկում 10-ից 50,000։ Մեզ հայտնի չէ կոնկրետ դեպք, երբ որ իրենք ամենայնպես չեն նշել, որ այս դեպքից որևէ մեկով քրեական գործ է հարուցվել կամ ինչ-որ ընթացք է ստացել։ Մասնավորեցվել է, նշվել է, որ այս զեկույցը կազմելու համար հիմք են հանդիսացել իշարս այլոց, նաև փաստաբանների շրջանում անցկացված հարցազրույցները, այսինքն հնարավոր է, որ նաև փաստաբաններն էին այս սակագների վերաբերյալ տեղեկությունները փոխանցել Մարդու իրավունքների պաշտպանի։ Հնարավոր է, չեմ բացառում, նույնիսկ կարծում եմ դրան քաջատեղյակ են հենց փաստաբանները, որովհետև ինֆորմացված են եւ հաճախորդներ ունեն եւ գոլեգա ընկերներ ունեն, որոնցից կարող են այդ տեղեկությունները ստանալ։ Պարոն Բաբայան, անգամ նախկին դատավորներից մեկը, Պարքև Օհանյանը, որը ճիշտ է, ինչպես իր նախկին գործընկերները նշում է, որ ներկա գործընկերները ավելի շուտ, որ չի ողջունում Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, սակայն այնուամենայնիվ նշել էր, սա դառը իրականություն է, որից չեն նեղանում, պետք է հետևություններ անել, այո, դա մեր ամոթն է, բայց դա այն է, ինչ վերջապես ասելու համարձակություն ունեցավ, միշտ վերացական ձևով է ասվում, կոռուպցիոն ռիսկեր, կոռուպցիային դեմ պայքար, հիմա օմբուդսմենը համարձակվել է ասել։ Գիտեք, կոռուպցիայի մասին իսկապես միշտ ասվել է թվում եւ դատական իշխանության կողմից, երբևէ չի եղել, որ բացառվի, որ կոռուպցիոն երևույթներ գոյություն չունեն։ Այստեղ իրոք զեկույցի մեջ խնդիրը հենց թեկուզ եւ գնացուցակ ասվածներ հրապարակված, որը որ ի վերջո չեն կարող փաստել իրականության ամբողջությամբ համապատասխանում է, թե ամբողջությամբ չի համապատասխանում։ Բայց գոնե դրա համար որևէ փաստ չունենք, որպեսզի կարողանանք դրանից հետևություններ անել եւ կամ զեկույցը հիմք ընդունելով փորձենք հարցի լուծման ուղիներ փնտրել։ Այսինքն ի սկզբանե չի բացառվել, երբևէ չի հերքվել, որ կոռուպցիոն մեխանիզմներ կան։ Ուղղակի խնդիրը այստեղ այդ կոռուպցիոն մեխանիզմներ կամ կոռուպցիոն երևույթները բացահայտելու մեջ է, այսինքն ուղղակի եւս մեկ անգամ հանրությանը տեղեկացնել ինչ որ գնացուցակի մասին եւ դրանով եւս մեկ անգամ հանրության մոտ կարծիք ձևավորել բացասական, չեմ կարծում, թե որևէ կերպ արդյունավետ միջոց կլինի աշխատանքի։ Ներողություն, իսկ ինչպես պետք է փաստերով խոսեր, երբ որ խոսքը կոնկրետ կաշառքի մասն է։ Սա կարծես հենց այն հանցագործությունների շարքին է պատկանում, որտեղ վկաներ մեղմ ասած չեն լինում։ Այո, պարոն Մեժլումյանն էլ ասաց, որ իրենք լսում են տարբեր գործընկերներից եւ հավանաբար իրենց հայտնած տեղեկությունների հիման վրա ձևավորվել է նախ պիտի պայքար ասածը հենց սկզբից կա։ Փաստաբանները լինելով իրավաբաններ եւ շահագրգռված լինելով նաեւ արդարադատության կայացման ճանապարհին, կարծում եմ պիտի ամեն ինչ անեն, որպեսզի բացառվեն բոլոր կոռուպցիոն երևույթները։ Այսինքն լսեցինք կամ պահանջեցին, կաշառք պահանջեցին, կարծում եմ պետք է անպայման այդ մասին համապատասխան մարմիններին տեղեկացնել եւ քրեական գործի վարույթի կամ քրեական ստուգման արդյունքում հասնել դրա վերջնական արդյունքին։ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով կարծես թե
նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանն էր այս փաստարկը բերել, որ նա Հայաստանի միակ պաշտոնյան է, որ ըստ էության ի տարբերություն մնացածների կարող է ասել բաներ, որոնց դեպքում ինքը պարտավոր չէ որևէ փաստ ներկայացնել, որովհետև քանի որ իրավունք ունի իր աղբյուրները չհրապարակելու։ Այս դեպքում սա բավարար է, թե այնուամենայնիվ արժեր, որ նա ունկնդիր լիներ այն կոչին, որով նրան դիմեց գլխավոր դատախազը, այն է ներկայացնել առնվազն մեկ փաստ, որպեսզի հնարավոր լինի գործառույցել։ Գիտեք ինչ, փաստերը, եթե խոսքը գնում է կաշառք տալու օրինակ փաստի մասին, չեմ կարծում, որ օրինակ որևէ մեկը եկել է եւ մարդու իրավունքների պաշտպանին ասել է, գիտեք ինչ, այս ինչ գործով այսքան կաշառք եմ տվել, որ նա էլ օրինակ դատախազին հայտնի, առավել եւս, եթե անգամ նման բան կա, չպետք է հայտնի։ Ես պարոն Բաբայանի դիրքորոշումը ողջունում եմ, որ ասեց իսկապես ընդունվում է, որ կոռուպցիա կա ամեն դեպքում։ Դա միշտ է ընդունվել, երբևէ դա չի բացառվել, որովհետև ի սկզբանե հնարավոր էլ չի բացառել։ Բայց կներեք, աշխարհի որևէ երկրում հնարավոր չի դա բացառել։ Ինձ թվում է, չեմ կարծում, որ որևէ երկրում հնարավոր չի բացառել, դատական համակարգում հատկապես։ Ամեն դեպքում մեր դատավորների միության խորհրդի հայտարարությունը, այս տող ընթերցեմ, զեկույցն ամբողջությամբ երևակայության արդյունք է։ Այսինքն դրանով բացառում են, որ կոռուպցիա կա։ Գիտեք, դատավորների միությունը, գիտեք երևի նա ներկայացված են բոլոր դատավորների Հայաստանում գործող բոլոր դատավորներով, այնտեղ ավելի շատ կարելի է համարել, որ քաղաքական պատասխան էր դատավորների միության կողմից քաղաքական պատասխան էր։ Եվ դատավորների միությունը քաղաքական բառը եկեք շագերտներում վերցնենք իշխանական առումով, հա, իրենց քաղաքականության առումով, այսինքն արդարադատության քաղաքականության առումով, սա ավելի շատ քաղաքական պատասխաններ տված ընդհանուր, այսինքն եթե տեսնեք հաղորդագրության մեջ կամ հայտարարության մեջ չէր մանրամասնած որևէ զեկույցից, չգիտեմ, կողմ փաստեր չէր բերված, թեև կամ գործեր չէր ներկայացված։ Եթե ասում եք կա կոռուպցիա, իրենք ասում են չկա նման բան, դա երևակայության արդյունք է։ Չեք գտնի տող, որտեղ ասում եք չկա կոռուպցիա։ Դա երևակայության արդյունք է։ Գիտեք, եզրակացության մեջ չի ասում կա կոռուպցիա, ասում եք եզրակացության զեկույցի մեջ ասում եք կան կոռուպցիոն մեխանիզմներ եւ դրանք փորձել են ներկայացնել զեկույցում։ Կա գնացուցակ, որը որ ներկայացվել է զեկույցում։ Դրանք ամբողջությամբ, ինչպես եւ նշված է հայտարարության մեջ, երևակայության արդյունք են կամ չեն համապատասխանում իրականությանը։ Այդ թվում Ռուբեն Սահակյանն էլ, չէ, առաջի պալատի նախագահ, ինքն էլ ասեց, որ այս ներկայացված գնացուցակ եւ այլն դրանք հիմարություն են, կա իրականում, բայց դրանք հատուկ են պատահող դեպքեր են։ Երբեք սա չի բացառվել։ Քանի խոսք եղավ, արդեն խոսում ենք որոշ անդրադարձերի մասին, որոնք հետևեցին այդ զեկույցին, հիշեցնեմ, որ դեռ 2011 թվականին իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ասել էր դատական իշխանությունը մեր աքիլեսյան գարշապարն է։ Սակայն հենց այս տարի իր վերջին արդեն ամփոփիչ ասուլիսում անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցին կարծիք հայտնեց պարոն Թովմասյանը, որ դատական համակարգի նկատմամբ վստահությունը ել ավելի կպակասի, քանի որ այս զեկույցից հետո պատկերը ըստ նրա, որ բոլոր դատավորները սրիկաներ են։ Լսենք նրա գնահատականը։ Մարդու իրավունքների պաշտպանի խնդիրներից մեկը արկա խնդիրների լուծման հնարավոր ճանապարհներն են։ Իսկ այս պահի դրությամբ մենք ունենք հետևյալ պատկերը. հասարակական անվստահության աստիճանի բարձրացում, դատական իշխանությունը, այս զեկույցը, այսինքն զեկույցը այնքան սուր է, այս իրենց փշերով, որ ինքը այսպես ոզդու նման կծկվելու է եւ ասեղներ է ցույց տալու ընդհանրապես բոլորին, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանին, եւ հասարակության մեջ արմատավորվելու է այն կարծիքը, որ այստեղ բացի վիրահատական միջամտությունից ցանկացած այլ բարեփոխումներ ձախողման են մատնված, ոչինչ հնարավոր չի անել։ Ձեր կարծիքով, եթե իրոք դատական համակարգի նկատմամբ լիներ վստահություն, եթե դատավորները իրենց բարձր կոչմանը համապատասխան դիրքում լինեին, արդյոք մարդու իրավունքների պաշտպանի, այսպես ասած, նետածերմերը այսքան բարեբեր հողի վրա կընկնեին, հա, հասարակության ընկալման առումով։ Նույն վստահության առումով գոնե 2012 թվականի 2013-2012 թվականի հետազոտությունները ցույց են տալիս, որ վստահության չափը այնքան էլ վատ կամ այնքան էլ մտահոգիչ վիճակում չէ, որովհետև հետազոտությունները ցույց են տալիս, որ շուրջ 59% հանրության կողմից կա վստահություն։ Խոսքը համաշխարհային բանկի կողմից կատարված հետազոտություններին է վերաբերում, եւ եթե այնտեղ վերցնենք մանրամասն ուսումնասիրենք ամբողջ փաստաթուղթը, կտեսնենք, որ 50% հարցվածների գոհ են դատական ակտի արդյունքից։ Եվ սա կամ 49%-ը, եւ սա օբյեկտիվ ու տրամաբանական է, որտեղ գործում ունենք երկու կողմ։
մի կողմը ամեն դեպքում դժգոհ կմնա, մի կողմը գոհ կմնա, բացառելով ենթադրենք հաշտության համաձայնությունները։ Ճիշտ է, ասել թե 59% վստահություն, ընդհանուր վստահությունը շատ լավ ցուցանիշ է, սխալ կլինի եւ պետք է աշխատել էլ ավելի, ավելացնելու վստահությունը, բայց այս դեպքում նույն զեկույցները եւ փաստաբանների կամ այլ մասնագետների կողմից անդադար քննադատությունները տեղին թե անտեղին կամ հիմնականում անտեղին բերում են էլի հասարակության մոտ կարծիքի վստահության նվազեցմանը։ Այստեղ է, որ միջազգային փաստաթղթերով ուղղակի բոլոր իրավաբանների, ընդհանրապես բոլորի վրա դրված է պարտականություն հոգ տանել դատարանի հեղինակության մասին։ Ես քիչ անց այլ տվյալներ կմեջբերեմ, բայց մինչ այդ արդյոք այն տվյալներ Համաշխարհային բանկի, որ վկայակոչեց պարոն Բաբայանը, ձեր աշխատանքային գործունեության ընթացքում դուք իրոք տեսնում եք, որ եւ վստահություն է դատական համակարգի նկատմամբ եւ ամեն ինչ այդքան նորմալ է, ասենք, ասում այսպես։ Գիտեք, ինչ նախ ասեմ, որ հենց դատական համակարգը առաջի հերթին պետք է այնպես անի, որ վստահությունը բարձրանա իր հանդեպ։ Ինչ վերաբերում է այդ 59%-ին, ուրեմն պարոն Բաբայանի մոտ այսպես, եթե ինչ որ մի 20% կամ 25% ասում է, որ մասնակի ենք վստահում, դա դիտվում է որպես վստահություն։ Այն դեպքում, երբ դա անվստահությունն է։ Դուք նայել եք հետազոտությունը, այնտեղ կա եւս մեկ ցուցանիշ մասնակի անվստահության մասին, այսինքն մասնակի անվստահություն արդեն ստուգված է եւ եթե ասում են մասնակի վստահություն, դա հենց այն նրա մասին է խոսում, ինչ որ ես ասեցի, այսինքն ձեր ենթադրությունը բաժակը կիսով չափ լիքն է կամ բաժակը կիսով չափ դատարկ է, այդտեղ արդեն երկու չափանիշն էլ կա։ Ես շարունակեմ, հա, ուրեմն այդպես չէ իմ ընկալմամբ, եթե մարդիկ չեն վստահում, այսինքն ինչ որ առումով չեն վստահում, ուրեմն դա անվստահություն է։ Ինչու՞մ է խնդիրը իմ պրակտիկայում կամ կան երևույթներ, երբ որ մենք չենք վստահում, դա չի նշանակում, որ 100%-ով ապօրինի է գործում դատարանը, չէ, այդպես չէ։ Միգուցե 50%-ով գործերի նորմալ լուծումներ է տալիս։ Միգուցե այլ տոկոս, դա խնդիրը ուրիշ տեղ է։ Խնդիրը այնտեղ է, որ ցանկացած գործով այդ ապօրինությունը կարող է լինել։ Ցանկացած գործով դու երաշխավորված չես։ Դատարանը կարող է ինչ անել, կարող է վճիռ կայացնել, բայց գործի մեջ մի վճիռ դնել, կողմին մեկ այլ վճիռ տալ։ Եվ ասի գնա, այդ կողմը այդ վճիռի դեմ բողոք է բերում իր մոտի, բայց գործի մեջ մեկ այլ վճիռ է, վերաքննիչ դատարանը նայում ասում է լավ վճիռ է։ Իդեպ մի հարց, որ անընդհատ այս ընթացքում արտացում է, զեկույցի երկրորդ մասում հենց արդար դատականության կան արդարադատության խորհրդի եւ վճռաբեկ դատարանի կողմից թույլ տրված խախտումների կոնկրետ օրինակներ եւ երկակի ստանդարտների վերաբերյալ ինչու են անդրադառնում ավելի շատ այդ սակագների վերաբերյալ մասին եւ ոչ այդ կոնկրետ փաստերին, կոնկրետ վերլուծությանը, որտեղ կոնկրետ մեթոդոլոգիա է նաև նշել պաշտպանը։ Գիտեք, հարցը նրանում է, որ իրավաբանություն ինքնին գնահատման հիմքի վրա դրված գիտություն է, այսինքն վերցնում են երկու որոշում, իրավաբանորեն փորձում են քննարկել, գնահատել, կարծիք հայտնել։ Ցանկացած գործով, եթե մասնակցում են երկու փաստաբան, ապա մի փաստաբանը նույն գործի կամ նույն իրավունքի կամ փաստի մասին ունի իր դիրքորոշումը, մյուս փաստաբանը ուրիշ։ Այստեղ արդեն լինում է մասնագիտական քննարկում եւ ով է ասում, որ մի փաստաբանն է ավելի ճիշտ, քան մյուսը։ Ի վերջո պիտի դատարանը ասի։ Դատարանն արդեն ասել է իր խոսքը, որից հետո մարդու իրավունքների պաշտպանը վերցնում երկու փաստաթուղթ համեմատում է իրար եւ իր սուբյեկտիվ կարծիքն է, մասնագիտական սուբյեկտիվ կարծիքը։ Գիտեք, գոնե այս դեպքում մենք տեսնում ենք, որ աշխատանք կա կատարված, երկու փաստաթուղթ վերցել, կարդացել են, փորձել են համեմատել իրար։ Իսկ կոռուպցիոն մեխանիզմների եւ գների հետ կապված որևէ աշխատանք չկա։ Սրանք ուղղակի տարբեր տեղերից լսված բամբասանքների մակարդակի հասնող ինչ որ խոսակցություններ են, որոնք որ տեղ են գտել մարդու իրավունքների պաշտպանի փաստաթղթում։ Ձեր մեկնաբանությունը թե ինչու չկա անդրադարձ այն մասին, որ օրինակ բերված են օրինակներ, որ արդարադատության խորհուրդը նույն հիմքով մի դատավորի ենթարկել է կարգապահական պատասխանատվության, մյուսին ոչ։ Ակնհայտորեն երկակի չափանիշների մասին է վկայում։ Ես ասեմ, նախ ճճացող մասը հենց այդ առաջի մասն էր դրա համար դրան են անդրադառնում, անգամ դատավորների միության խորհուրդը հենց դրան է անդրադարձել, մնացած մասերին չի անդրադարձել։ Կներեք միության խորհրդի իրավունք էլ չուներ մյուս հարցերին անդրադառնալու, որտեղ այնտեղ վճռաբեկ դատարանի եւ արդարադատության խորհրդի որոշումներն են։ Քաղաքական հայտարարության ձևով։ Քաղաքական հայտարարությունը հենց ընդհանուր զեկույցին է վերաբերվում։ Բնականաբար պիտի գործ ունենա, պիտի պատասխան տրվեր այն հարցերի շուրջ, որոնք որ կապ ունի ընդհանուր դատական իշխանության հետ։ Միությունը չէր կարող վերցնել վճռաբեկ դատարանի ակտի շուրջ տալ կարծիք։ Եթե մարդու իրավունքների պաշտպանը կամ դուք կարող եք անել, ապա դատավորները դա չեն կարող անել։
Ամեն դեպքում ինչ վերաբերում է հանրային հետաքրքրությանը, հենց առաջի մասն էր, երկրորդ մասը արդեն ամեն դեպքում գնահատման խնդիր է եւ ես գտնում եմ, որ հիմնականում օբյեկտիվ է մարդու իրավունքների պաշտպանի գնահատականը։ Խոսքը գնաց այն մասին, որ փաստաբանները, ասենք, մեկը մի դիրքորոշում է հայտնում կոնկրետ գործով, մյուսը մեկ այլ դիրքորոշում եւ դատարանը ինչ որ լուծում է տալիս։ Բայց եկեք ու տեսեք, որ եւ ես որպես փաստաբան եւ մնացած փաստաբանները, որոնցից շատերի հետ միշտ հակառակ կողմեր ենք հանդես գալիս, որպես կանոն, բոլորն էլ ասում են, որ անարդարություն կա։ Այսինքն դուք ասում եք տենց, բայց հետազոտություններն այլ բան են ցույց տալիս։ Ցույց են տալիս, որ դատարանի դատական ակտերի գոհունակությունը քաղաքացիների բավականին բարձր է, այսինքն դուք հիմա կարող եք ասել, որ ձեր գոլեգաների հետ քննարկում եք ենթադրենք ավարտված գործը, այդ թվում եւ հաղթող կողմն էլ կարող է ասել, որ անարդար դատական ակտ էր։ Կարելի է ասել ամեն ինչ, կարելի է հիմա այստեղ ներկայացնել, բայց մենք փորձում ենք գոնե խոսել փաստերով, ներկայացնում ենք եզրակացություններ, վերլուծություններ, զեկույց, այդ ասում ենք կարելի է հիմա ես մեկ այլ զեկույցի տվյալներ տեղն է որ ներկայացնեմ, Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, որը մեջբերել էր կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի տվյալները, ըստ նրա վկայակոչած զեկույցի 2013 թվականին Հայաստանի դատական համակարգը համարվում է առավել կոռումպացված համակարգերից մեկը եւ 1-ից 5 բալանոց սանդղակում Հայաստանի դատական համակարգի համաթիվը 4 է գնահատվել, լսենք։ 2010-ին էր նորից նույն պատկերն էր, 4.1 տասնորդական եւ ընդհանրապես այս երբ որ մենք նայում ենք դինամիկան, որևէ այդպիսի լուրջ վատացում կամ լուրջ լավացում չկա։ Իհարկե ինքնին դա շատ վատ արդյունք է 4-ը։ Եվ ուրեմն անգամ իշխանամետ լրատվամիջոցներից մեկը Հայոց աշխարհ այսօր, այս վերջին օրերին նշել էր, ում հայտնի չէ, որ Հայաստանի դատական համակարգը ամենակոռումպացված ոլորտներից է եւ այս առումով ըստ նրան ձևակերպան մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում որևէ նորություն չկար։ Ես ասեմ, եթե կարելի է, նույն հետազոտությունների մեջ, որը որ քիչ առաջ ներկայացնում է համաշխարհային բանկի կողմից, այսինքն Transparency International-ի հետազոտությունը 69% հանրության կարծիքը կոռուպցիայի մասին, ինձ համար գոնե նորություն չէր, ես դրա մասին դեռևս մայիս ամսին էի խոսել 2013 թվականին, որովհետև այդ նույն 69% տեղ էր գտել նաև այս հետազոտության մեջ։ Ուղղակի երևի թե այս հետազոտությունը փոքր-ինչ ավելի էր խորացել այդ 69%-ի ձևավորման մեջ եւ փորձել էին հասկանալ ի վերջո հասարակությունը կարծելով, որ առաջին կոռումպացված համակարգը դատականն է կամ կոռուպցիայի դեմ պայքար չի մղում, որտեղից է գալիս այդ ամեն ինչը, հա, եւ ցույց էր տվել հետազոտությունը, որ 69%-ի 50%-ը շուրջ այլ աղբյուրներին էին հղում, եւ ԶԼՄ-ներին, եւ հարևաններին, բարեկամներին։ Հենց այստեղ է, այսինքն եւ տարբերությունը, որ 2011-12-ին փոփոխություն չի կրել, այդ թվում եւ վստահության առումով փոփոխություն չի կրել։ Նույն հետազոտության մեջ, որը ներկայացրեցի, դա կա։ ԶԼՄ-ները մեղավոր չեն, մեղավոր են եւ դատական համակարգը եւ փաստաբանները, ովքեր որ ենթադրենք փաստաբանները ավելի շատ են ԶԼՄ-ին տալիս տեղեկատվություն իրենց գործերի վերաբերյալ, որոնք որ իրենց կարծիքով արդար չեն, դատական համակարգը ավելի քիչ է տալիս, բայց կներեք մի բան էլ ավելացնեմ, պետք է կարևոր բան չմոռանանք, որ դատավորներին արգելված է պաշտպանվելը որևէ մեկից, այսինքն չունեն ամբիոն, որպեսզի դուրս գան եւ ասեն, գիտեք, այս ակտը, որ ես կայացրել եմ, սա արդար է։ Կարելի է։ Ուրեմն մեր մոտ ընդհանրապես ամենակոռումպացված համակարգը համարվում է դատանը կամ մի քանի զուգահեռ այլ համակարգերի հետ, այսինքն մարմինների հետ։ Ընդհանրապես հակառակը պետք է լինի։ Դատանը ամենավստահելին պետք է լինի, որպեսզի այլ անձանց, այլ մարմինների կողմից իրավունքի խախտումը դատանում լուծում ստանա։ Մեր մոտ հակառակն է։ Ճիշտ է, ես դրա համար արդարության հարցերով լուծում կարող է տալ այն մարմինը, որը առավել վստահություն է հանրության մոտ ներշնչում հանրությանը։ Ճիշտ է, ես դրա համար ներկայացրեցի, թե հանրության կարծիքը որտեղից է ձևավորում։ Դուք կարող եք ասել, որ հիմա այս տարի դատարաններում ապօրինի գործով կամ կոռուպցիոն երևույթներն ավելի շատ են, քան նախկինում էր։ Ես ասեմ, ես ունեմ գործեր, որ նման լուծում չէին կարող ստանալ, եթե կոռուպցիոն երևույթ չլիներ։ Տեսեք, դուք ասում եք ունեմ նման գործեր, ես ուրիշ հարց եմ տալիս, արդյոք ավելի շատ են, որովհետև Լուսինե Սահակյանը, էլի խորհրդի անդամ,
ասում էր, որ հա տեսակետ էր պատտվում, որ եթե նախկինում համատարած բոլոր գործերով կար կոռուպցիոն դրսևորումներ, ապա հիմա դրանք մի քանի գործերով են, այնտեղ ինչ որ գումարի չափ էր բերում, որ գումարի չափը չի փոխվել, բայց այն որ պակասել է դրամ դուք որպես մասնագետ շփվելով պետք է որ իմանաք։ Ես այդ դիրքորոշումը կիսում եմ, ես դեռ 1-2 միգուցե տարի առաջ այդ մասին նույնիսկ նյութեր եմ։ Շատ լավ, այսինքն ինչ է ստացվում, որ իսկապես պակասել են կոռուպցիոն երևույթները։ Այստեղ գինը Մեկ կամ այլ գումարը փաստաբան չի։ Երվանդ Վարոսյանը նշում է, որ անգամ քիչ է ասել մարդու իրավունքների Գիտեք, պաշտպանը։ իսկ Երվանդ Վարոսյանը որտեղից գիտի այդ սակագները անձամբ տվել կամ ստացել կամ միջնորդ հանդիսացել է, ոչ։ Հիմա կարելի է շատ ավելին ասել։ Կամ մեկը որ 10%-ի մասին չի լսել կամ չգիտի։ Ես լսել եմ զեկույցից։ Ես գոնե լսել եմ զեկույցից, լավ, մյուս կողմից եթե ասում ենք 10%, եթե ասում ենք 10%, 500-ից $10,000 ինչ որ սանդղակ Դա էլ արդեն դրամաբանություն է։ Լավ, մի կողմ թողենք փաստաբաններին, որպես ամփոփում, հա, փաստաբաններին կամ լրատվամիջոցներին, որ ստեղծում են այսպիսի անվստահության մթնոլորտ դատական համակարգի նկատմամբ։ Սխալվում է նաև հանրապետության նախագահը, երբ որ բազմաթիվ խորհրդակցություններում խոսում է դատական համակարգում տեղ գտած արատավոր երևույթների մասին։ Հենց գլխավոր դատախազություն կոլեգիայի տարբեր նիստերում անընդհատ խոսվում է դատարանի կողմից օրենքի ոչ միատեսակ կիրառման, ոչ իրավաչափ դատական ակտերի, դատական համակարգում հայտարարակ խախտումների դատախազությունում խոսում էր դատախազական համակարգի մասին, որտեղ որ հանրապետության նախագահը հենց դատախազական որոշակի մտահոգություններ էր բարձրացնում։ Երբևէ չի եղել, գիտեք, ի սկզբանե ասեցի, որ վատ երևույթը մենք էլ գիտենք եւ ընդունում ենք եւ ասում ենք այո կա։ Հանրության կարծիքը, որ ասում ենք մի կողմ թողնենք, իրականում օրինակ Հայաստանի Հանրապետությունում քննվում է տարեկան 80,000 գործ։ 80,000 գործից բողոքարկվում է վերադասացիան ընդամենը 10%-ը, այսինքն 2012 թվականին 8%-ն ընդամենը բողոքարկվել։ Արդյոք սա ցուցանիշ չէ, որ առաջին ատյանի դա հիմնական արդարադատություն իրականացնող ատյանում արդարադատությունը կայացվում է կամ իրականանում է։ Համաձայն եմ, բայց որևէ գործով անձը երաշխավորված չի, որ այդ միջամտությունը կոռուպցիոն կարող է լինել եւ ամենաապօրինի դատական ակտը կայացվել եւ պահպանվել մինչեւ վերջ։ Հանցագործություններից որևէ մեկը երաշխավորված չի պաշտպանվելու, այսինքն հիմա ասել թե ընդհանրապես պիտի բացառվեն հանցագործությունները, կարծում եմ մասնագիտորեն տեղին չէ։ Իհարկե հանցագործություն միշտ էլ կարող է լինել։ Պետությունը փորձում է կանխարգելել, պետությունը կանխարգելում է ենթարկում պատասխանատվության եւ այլն։ Այս դեպքում չպետք է դատական համակարգում նման չերաշխավորված իրավիճակ լինել։ Չերաշխավորված մենք նորից ենք խոսում հանցագործության մասին է խոսքը։ Երբ որ խոսքը հանցագործությանն է վերաբերում, երաշխիքները պիտի լինեն օրենսդրական եւ կան, բայց կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի հանցագործություն։ Սուտ մասնագիտորեն։ Այդ թվում եւ դրանք են հանցագործության տեսակներ, որը մինչև որս մարսվում է։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկում այսօր հանդիպեցին Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը եւ Հայաստանի դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը։ Հաղորդումը վարեց Աննա Իսրայելյանը։